Դու ինձ դուր ես գալիս։ Իսկ ինչ կասես քո մասին։ 4 պատճառ ինչու է մատում ամանորը։ Կարող եմ պատվիրել։ Մենք դեռ չենք բացվել։ Ինչ է պատահել։ Ինչու ես այս ժամին աշխատում։ Աշխատանքային ժամերը փոխել եմ։ Ես դեռ չեմ կարող սուրճ պատրաստել։ Իրոք։ Ես էլ ցանկանում եի ալկոհոլի փոխարեն սուրճ խմել, բայց կարծես նույնիսկ Աստված է դեմ։ Լավ դե, ցտեսություն։ Հեյ, Հարիմ, Ինչ։ եթե այսօր ազատ ես, միգուցե խմենք միասին։ Ինչ է պատահել։ Դու երբեք ցերեկային ժամերին չէիր խմում։ Ուղղակի ուզեցի։ Ինչու։ Ինչ որ բան այն չէ։ Ոչ, ամեն ինչ կարգին է։ Իսկ ինչու ես աշխատանքային ժամդ փոխել։ Դա տնօրենի որոշումն է։ Բուրիմը երևի տխրել էր։ Ինչ։ Չէ, ոչինչ։ Դուք երկուսով շատ էիք մտերմացել։ Դուք ոչ մի տարօրինակ բանի մասին չեք խոսել։ Դու ինձ դուր ես գալիս։ Իսկ ինչ կասես քո մասին։ Կարծես ոչ։ Ես ուղղակի ասացի, որ ժամերս փոխում եմ։ Ես չեմ պատրաստվում ոչ մեկի հետ հանդիպել։ Կարելի է սա համարել ոչ։ Դե։ Դա քեզ չի վերաբերում։ Ինձ ուղղակի չեն հետաքրքրում ժամադրությունները։ Ես հիմա զբաղված եմ աշխատանքով։ Չեմ ցանկանում ժամանակս վատնել ժամադրությունների վրա։ Ես չեմ խնդրել քեզ ինձ հետ ժամադրության գալ։ Կարող ենք ինչպես այն ժամանակ ուղղակի միս ուտել։ Կարող ենք ուղղակի շփվել եւ նաեւ Կներես ճամփորիմ։ Այդ օրվանից հետո մենք այլևս չենք տեսնվել։ Նրա անիմաց խոսակցությունները ինձ այլևս չէին անհանգստացնում։ Կներես, մեր շոկոլադե փոշին վերջացել է։ Դրա համար ուղղակի չեմ ավելացնի։ Այո, իհարկե։ Ես ավելի հանգիստ էի, քանի որ նա այլևս իր մտքերը չէր ասում։ Այնքան գեղեցիկ է, իրոք զգացվում է, որ նոր տարի է։ Շատ գեղեցիկ է։ այնքան գեղեցիկ է, սա ամանորի նման է, չէ՞։ Ժամանակ առ ժամանակ ինձ հետաքրքրում էր, թե ինչպես է նա, բայց ես դրան մեծ նշանակություն չէի տալիս։ Ինչու ես այդպես արագ խմում։ Դա քեզ նման չէ։ Մի ծիծաղեցրու։ Իսկ դու ընկերություն ես անում այն տղայի հետ, ում հետ հանդիպում էիր։ Արի ուղղակի խմենք։ Չպետք է այստեղ գայի։ Եկար։ Այո, Հեյ, ինչու ես այսքան գազավորված յուտ կնել։ ես շատ եմ ուզում գարեջուր խմել, բայց քիչ հետո ես աշխատանքի եմ։ Այնպես որ պետք է խնդիրներս թաղեմ գազավորված հյութի մեջ։ Ինչ է եղել։ Այն տղան ում հետ հանդիպում էիր, թողել է քեզ։ Ոչ։ Դա նա չէ։ Ես մեկին խոստովանել եմ, բայց նա մերժել է։
Ճիշտն ասած, ես կարծում եմ, որ քո եւ Ֆուրիմի միջև ամեն ինչ լավ է։ Ինչ է եղել։ Դու այդպիսի բաներից չես խոսում։ Ինչն է տարօրինակ։ Բայց Սաջին, դու երբեք չես ունեցել ընկերուհի, ում հետ այդքան երջանիկ ես եղել։ Ես ինձ հարմար չեմ զգում։ Երևի անընդհատ մտածում ես նրա մասին։ Նա շատ լավն է։ Նա հարգանքով է, գեղեցիկ եւ էներգիայով լի։ Բացի այդ, նա անտարբեր չէ քո հանդեպ։ Դու նրան չես ճանաչում։ Բայց չէ, որ դու նրան չես մերժել։ Միայն ճիշտն ասա։ Դու զղջում ես։ Չէ, որ ես տեսնում եմ քո իրական դեմքը։ Նա այնքան ուժեղ է։ Իրականում այդքան էլ հեշտ չէ։ Իրական զգացմունքները խոստովանելը։ Նա հիասքանչ է։ Ես այնպես եմ քեզ նախանձում։ Հանգստացիր արդեն, դու այնքան անհանգիստ ես, ինչ է եղել։ Չեմ կարծում, որ դա Սոյանի պատճառով է։ Դա Հարիմի պատճառով է։ Նա քեզ դուր է գալիս։ Էլ ինչու ես տատանվում, եթե նա քեզ դուր է գալիս, պարզապես ասա նրան։ Գիտես, Չու եք այսքան զգույշ, հա։ Ոնց եք հիասթափեցնում։ գիտես, ամեն մեկս մեր պատմությունը ունենք։ Շատ մի նեղվիր։ Լավ, ինչու՞մն է խնդիրը։ Դե, ես ուղղակի պատրաստ չեմ։ Հետո էլ հարաբերություն սկսելու ժամանակ չունեմ։ Բացի այդ, ես միևնույն է գնալ եմ Ավստրալիա։ Եթե ես սկսեմ նրա հետ հանդիպել, միայն որովհետև նա ինձ դուր է գալիս, դա անպատասխանատու կլինի։ Իսկ Հարիմը գիտի դու ինչ ես զգում։ Երևի ոչ, ես նրան չեմ ասել։ Դու այնպես ես հիասթափեցնում, նա նրան, որ նա քեզ դուր չի գալիս, կամ որ դեռ պատրաստ չես։ Ինչ որ բան ասան, որ նա իմանա ինչ անել։ Հանձնվել, թե ավելի համառ լինել։ Նրան սխալ հույսեր մի տուր։ Դու հիմա նման իրավիճակում ես, այո։ Ոչ, ես հազիվ դրան մոտ եմ։ Ուզում եմ ժամանակ ձգձգել։ Եվ ինչ ես ցանկանում անել։ Ես ամեն ինչ կանեմ, կարող ես գնալ պատրաստվել։ Ահա։ Ահա այն։ Республика Корея, паспорт. Այո։ Կարող ես դուրս գալ։ Ինչ է պատահել։ Կարծում եմ պետք է հրաժեշտ տամ գնալուց առաջ։ Կարող ես խոսել։ Ես էլ ասելու բան ունեմ։ Լավ։ Ամենասկզբում շնորհակալություն։ Երբ ես գնացի այդ ամենօրյա փաբը, ես կոտրված էի։ Ես կարծում եմ, որ տարվա վերջը ահավոր է լինելու։ Բայց քո շնորհիվ ես հանգստացա։ Հնարավոր է, դժվար է հավատալ այս ամենին։ Բայց դու միակ մարդն ես,
ում ամեն ինչը պատմել եմ։ Ահա թե ինչու շնորհակալ եւ փորձում եմ քեզ հետ լավ վերաբերվել։ Բայց ես ամեն ինչ դժվարեցրի։ Ոչ, այդպես չէ։ Հանգստացիր։ Ես գիտեմ ինչ նկատի ունես։ Ճիշտն ասած, ես էլ չգիտեմ։ Չգիտեմ, դու իրոք ինձ դուր ես գալիս, թե դու ուղղակի յուրահատուկ ես, որովհետև առաջին տղան ես, ում հանդիպել եմ։ Բայց մի անհանգստացիր։ Ճիշտն ասած, ես մի փոքր հիասթափված եմ։ Ես երբեք այսպիսի բան չեմ զգացել։ Դե, գիտես, ինչ որ մեկի հետ լինելու ցանկությունը։ Այնպես որ ինձ ես սիրում եմ բոլորից շատ։ Նրա համար, ով երբեք հարաբերություններ չի ունեցել, դա մեծ նվաճում է։ Դրա համար ես ուզում եի ասել շնորհակալություն։ Վերցրու։ Ես քո համար էլ ունեմ։ Սա քո ամանորյա նվերն է։ Ինչ է սա։ Սա հանգստացնող նվեր է։ Հարիմ, այդպես չէ։ Կատակում եմ, հանգստացիր։ Հանգստանալը դժվար է։ Շնորհակալ եմ, անպայման կօգտագործեմ։ Դե ինչ, սա մեր վերջին հրաժեշտն է։ Այո։ Ուրախ տարվա վերջ։ Քեզ էլ։ Բարի ճանապարհ։ Հա, ճիշտ է։ Ես առաջին անգամ եմ այն ասում։ Ուրախ նոր տարի։ Քեզ էլ ուրախ նոր տարի։ Այս աշխարհում անպետք բան չկա։ Այդպես է, չէ՞։ Անկեղծ եղիր։ Գեղեցիկ է, չէ՞։ Դու հաղթեցիր։ Գեղեցիկ է։ Ամանորը արդեն մոտ է։ Ես վերջապես վերջ տվեցի անցյալին։ Եվ գնացի ճանապարհորդության, որպեսզի նոր սկիզբ նշեմ։ Այո։ Հեյ, Հարիմ, արի իմ եւ Սոյոնի հետ ամանորը նշելու։ Ոչ, երկուսով զվարճացեք։ Ինչ ես անելու ամանորին։ Ես լիքը գործ ունեմ։ Անջատում եմ։ Առաջ ինձ չէին հետաքրքրում ժամադրությունները։ Ես 28 տարեկան եմ։ Գրողը տանի շատ ռոմանտիկ է։ Ինձ սկսեց հետաքրքրել։ Ինչ է սերը։ Ես գնացի։ Հիանալի աշխատեցինք։ Մինչ վաղը։ Ինչ վերաբերվում է ինձ, ես ատում էի միայն կանցկացնել ամանորը։ Մենք փակ ենք։ Չամբուրիմ։ Իսկ ինչու ես եկել։ Ուզում ես ընտրենք միասին։ Մենք 2 ժամ ունենք միջ ամանորը։ Իհարկե։ Վերջապես ես հանդիպեցի ինչ-որ նոր մարդու։ Մենք բոլորս ատում էինք ամանորը տարբեր պատճառներով։ Բայց իրար հանդիպելով, մենք սկսեցինք կարևորել ամանորը։